Հաղորդման հովանավորն է «Տուն դեպո կահույքի խանութ սրահը»։ Հաղորդման հովանավորն է Dream Park հյուրանոցառեստորանային համալիրը։ Հաղորդման հովանավորն է Աջափնյակ բժշկական կենտրոնը։ Բարև երկիր, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, այսօր փետրվարի 8-ն է, օրը կիրակի, մենք սկսում ենք սիրով մեր աշխատանքը։ Արթնացեք, եթե դեռ քնած եք, որովհետև երբ արևի հետ է մարդ արթնանում, ողջունում է արևին, ստանում է արևի դրական էներգիան, օրը լավ է սկսվում։ Եվ ողջունելի է, որ արևը կարծես թե արդեն գալիս է մեզ գուրգուրելու, վերջին օրերին նկատում ենք նրա ներկայությունը մեր կյանքում եւ դրանով իսկ ավելի ողջավորված սկսում մեր եթերները։ Ես հիշեցի Վինի Թուխի մուլտֆիլմից մեր բոլորի սիրելի Արջուկի խոսքերը, երբ ասում է այսօր ինչ օր է, ասում է այսօր, այսօրը իմ ամենասիրելի օրն է։ Յուրահատուկ է յուրաքանչյուր օր եւ անկրկնելի, պիտի արթնանանք եւ մտածենք, որ հենց այսօր ենք իրականացնելու մեր երազանքները։ Բայց եթե թույլ կտաս, ավելի յուրահատուկ են այն օրերը եւ բարև երկրի եթերում ես եւ Դիանան ենք եւ ձեզ ասելու ենք բարև երկրի մարդիկ։ Այո, եւ չէինք կարող մենք լինել առանց մեր հավատարիմ գործընկերների, նրանք են Տուն դեպո խանութ սրահը, Dream Park հանգստյան գոտին եւ իհարկե Աջափնյակ բժշկական կենտրոնը, չենք մոռանում նաեւ այն բոլոր հասցեները, որտեղով կարող եք հետևել մեր թողարկումներին, դրանք են Երկիր մեդիայի YouTube-յան եւ Telegram-յան ալիքները, ինչպես նաեւ Երկիր մեդիայի ու Բարև երկրի Facebook-յան ու Instagram-յան էջերը։ Եվ հավելելով գործընկերուհուս խոսքերին, ասեմ, որ Աջափնյակ բժշկական կենտրոնում ձեզ յուրահատուկ մոտեցում կցուցաբերեն, կլսեն մանրամասն եւ կհասկանան ձեզ այդ ինչ է կատարվում, ինչպես նաեւ գնալով Dream Park, այնտեղ դուք կունենաք հրաշալի հանգստյան օրեր, ոչ միայն հանգստյան օրեր, քանի որ այն գտնվում է բնության այնպիսի հատվածում, Լոռու մարզում, Դենդրոպարկի կողքը, որտեղ թթվածինը ամբողջությամբ կպարուրի ձեզ, ինչպես նաեւ մենք հովանավոր Տուն դեպոյում կարող եք գտնել լավագույն եւ գեղեցիկ կահույքը։ Սկսենք եւ այսօր չգիտես ինչու մեզ մոտ բժշկական օր է ստացվել, շատ հետաքրքիր հետազոտություններ են վերջերս կատարվել, սիրելի հեռուստադիտողներ, կարծում եմ բոլորիդ հետաքրքիր կլինի, ինչպես մեզ է հետաքրքիր եղել եւ առանձնացրել ենք ձեզ համար, այո։ Եթե թույլ կտալ, ես գիտեմ ինչու հեռուստադիտողին զուտ ասեմ, Դիանան շատ հետեւողական է իր առողջության նկատմամբ եւ ողջունելու է դա եւ նա միշտ իր ուշադրության կենտրոնում մշակույթից զատ պահում է նաեւ առողջությունը։ Այո, այնպես որ սիրելի հեռուստադիտողներ, դուք էլ լսեք, գուցե որևէ օգտակար տեղեկատվություն քաղեք։ Մայամի գիտնականները որոշել են ձեռնոց նետել մահին եւ մի այնպիսի հայտնագործություն են արել, որն ըստ նրանց կարող է երկարացնել մարդկանց կյանքը։ Գիտնականները հայտարարել են աշխարհում առաջին իմունային դեղամիջոցի Սենովաքսի ստեղծման մասին, որը կարող է մարդկանց հնարավորություն տալ ապրել մինչև 150 տարի, բայց չգիտեմ մարդիկ դա կուզենան թե ոչ։ Այդ դեղամիջոցը ակտիվացնելու է մարդու իմունային համակարգը, որպեսզի այն ժամանակին կարողանա հայտնաբերել ու ոչնչացնել օրգանիզմի ծերացած բջիջները, թույլ չտալով դրանց վնասել առողջ հյուսվածքները։ Նախատեսվում է ապագայում այն կիրառել ինչպես ծերության դեմ պայքարում, այնպես էլ քաղցկեղի բուժման գործընթացում, քանի որ ըստ գիտնականների դեղամիջոցը ունակ է անբարենպաստ պայմաններ ստեղծել ուռուցքների առաջացման եւ զարգացման համար։ Դե ինչ, կարծում եմ, որ նման դեղամիջոցի ստեղծումը միայն եւ միայն ամբողջ աշխարհում կլինի ոգևորիչ եւ մարդկանց դեպի դրական մտքեր տանող, բայց դե մի փոքր կասկածում եմ, որ դա իրականության ժանրից է, եթե անկեղծ։ Ես մտածում եմ շատ ու շատ ավելի օգտակար դեղամիջոցներ կան, որոնք պարզապես հասանելի չեն։ Հենց մեր հայկական դեղամիջոցներից Ծիրանի հիմքով Արմենիկուս, կարծեմ անունը գուցե հիմա սխալ ասեմ, հենց վիտամին B17-ի առկայությամբ, այսինքն կարող են մարդիկ նաև Ծիրանի կորիզ ուղղակի, որի պակասից էլ ասում են, թե քաղցկեղն առաջանում է։ Աշխարհի մի շարք երկրներում մեծ բռնկում առաջացրած նիպահ վարակի դեմ էլ պայքարի տարբերակներ է մշակում Բելգիան։ Այստեղ ապրիլ ամսին նախատեսված են պատվաստանյութի կլինիկական փորձարկումները։ Օրորի մոլեգնող ու տարածվող վարակի դեմ ցավոք դեռևս չկան գրանցված պատվաստանյութեր։ Սա կլինի առաջին փորձարկումը, որին կմասնակցեն դեռևս կամավորները։ Վարակն առավելապես տարածված է Հնդկաստանում, Մալազիայում, Բանգլադեշում, Կամբոջայում, Գանայում, Ինդոնեզիայում, Մադագասկարում, Ֆիլիպիններում
եւ Թայլանդում։ Շատ ուրախ եմ, որ մեր տարածաշրջանի երկրները թերևս այդ ցուցակում չկան եւ հուսանք դեռ։ Եվ նշենք, որ 1999 թվականին հայտնաբերված վարակի հիմնական աղբյուր են չղջիկները եւ խոզերը, ինչպես վերջի տարիներին նրանք շատ հիվանդությունների եւ վարակների մեղավոր են։ Մարդը կարող է վարակվել չղջիկների թոքով եւ մեզով աղտոտված մրգեր օգտագործելիս, ինչպես նաեւ հիվանդ խոզերին խնամելիս եւ կենթանական ծագման հումքի հետ շփվելիս մարդուց մարդուն վարակը փոխանցվում է միայն սերտ շփման տարբերակում։ Վարակումից խուսափելու համար խորհուրդ է տրվում լավ լվանալ մրգերը, կենթանական ծագման սննդամթերքը բավարար ջերմային մշակման ենթարկել, ինչպես նաեւ կենթանիներին խնամելիս ձեռնոց եւ դիմակ օգտագործել, խուսափել հիվանդ մարդկանց հետ շփումից եւ իհարկե պահպանել անձնական հիգիենայի կանոնները։ Հիվանդությունը կարող է ընթանալ ինչպես անախտանիշ, այնպես էլ ուղեկցվել սուր շնչառական հիվանդություններին բնորոշ ախտանշաններով եւ տարբեր նյարդաբանական ախտահարումներով։ Բարեբախտաբար, ինչպես արդեն նշեցինք, նիպահ վարակի տարածման ռիսկը Հայաստանում այնքան էլ բարձր չէ, քանի որ մեր երկրում վարակի հիմնական փոխանցող մրգակեր չղջիկները տարածված չեն։ Դու գիտեիր, որ մրգակեր չղջիկներ Հայաստանում տարածված չեն։ Գիտեի եւ ուրախ եմ դրա համար, այս պարագայում միայն ուրախ եմ դրա համար։ Շարունակելով առողջ լինելու եւ առողջապահության թեման, ուզում եմ ասել, որ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դրական կանխատեսումներ չի արել նաեւ դեմենցիայի վերաբերյալ։ Ըստ այդ կանխատեսումների, մինչեւ 2050 թվականն աշխարհում դեմենցիայով տառապող կամ հիվանդ մարդկանց թիվը կարող է հասնել 140 միլիոնի ներկայիս 55 միլիոնի փոխարեն։ Դրա հիմնական պատճառ է նշվում կյանքի տևողության երկարումը, բնակչության ծերացումը եւ հետեւաբար առողջապահական համակարգի վրա ծանրաբեռնվածության պատճառով այս հիվանդությունն ունեցող մարդկանց նկատմամբ ոչ պատշաճ ուշադրությունը։ Նշենք, որ դեմենցիան համախտանիշ է, որն առաջանում է գլխուղեղի նյարդային բջիջների ու դրանց կապերի վնասման կամ կորստի հետևանքով ու բնութագրվում է մտածողության, հիշողության, խոսքի, հստակության եւ տարածական կողմնորոշման աստիճանական թուլացմամբ։ Տղամարդկանց մոտ դեմենցիա ախտորոշվում է հիմնականում 70 տարեկանից բարձր տարիքային խմբերում, կանանց շրջանում արձանագրվում են դեպքեր ավելի վաղ տարիքում։ Ինչու ըստ քեզ։ Չգիտեմ, երևի տղամարդիկ ավելի հանգիստ են իրենց էությամբ եւ բնույթով։ Հերոստատիտողի կարծիքն էլ կուզենք լսել կոմենտների տեսքով, բայց ես այդպես եմ կարծում, իսկ դու ինչպես ես կարծում։ Ես էլ կարծում եմ, որ չէ, կանանց ուղեղն ավելի բազմազբաղ է, ասում են սա իմ կարծիքը չի, ես բացարձակ չեմ ուզում այստեղ խտրականություն դնել, հա, գենդերային, բայց ասում են ավելի բազմազբաղ է, ավելի լայն է մտածում, ավելի ճկուն է, գուցե դրանից է, այսինքն երբ նյարդային բջիջները ուղեղն անդադար աշխատանքի մեջ է, դեմենցիան քիչ հավանական է, որ կսպառնա։ Ինչու եմ ժպտում այս թեմայի շուրջ։ Դու շատ դրական ներկայացրեցիր կանանց, բայց ինձ թվում է կանայք ուղղակի ավելի էմոցիոնալ եւ պորտկուն արարածներ են դրա համար։ Գուցե հիմա գրեն ինչու ես այդպես տարաբաժանում անում, բայց ես այդ կարծիքին եմ թերևս։ Չէ, չենք անում, սա ընդ որում մեր կարծիքը չէ, սա գիտնականների բերած փաստարկներն են։ Մենք իհարկե չենք կարող այդպիսի կարծիք հայտնել։ Շարունակենք մնալ առողջապահության ոլորտում։ Ինչպես մենք սիրում ենք, իդեպ նյարդաբանության ամերիկյան ակադեմիայի ամսագրում հրապարակված նոր հետազոտության համաձայն դեմենցիայի զարգացման վրա մեծ ազդեցություն ունի նաև օրգանիզմի ներքին կենսաբանական ժամացույցը, փաստորեն։ Բոլոր նրանքում ցիրկադային ռիթմը, այսինքն քնի եւ արթնության հերթափոխը, մարսողական հորմոնային համակարգերը, մարմնի ջերմաստիճանը կարգավորող process-ը խախտված է, նրանք ավելի շատ են հակված ունենալ դեմենցիա, հետևեք ձեր քնին եւ արթնացմանը։ Այո, հետազոտությունը ցույց է տվել նաեւ, որ անկանոն քնի գրաֆիկ ունեցող, ինչպես նաեւ օրվա ուշ ժամերին առավել ակտիվություն ցուցաբերած մարդկանց մոտ այս համախտանիշի զարգացման ռիսկը բարձր է։ Ուրեմն ինձ մոտ նույնպես։ Ես ուզում եի ասել, փաստացի մեզ մոտ նույնպես եւ շատ վախենալու է, հուսով եմ չի հասնի հերթը մեզ։ Շարունակենք, Հարվարդի բժշկական դպրոցի հետազոտողներն էլ կապ են գտել կրկին ուշ ժամի քնելու եւ այս դեպքում արդեն սիրտ-անոթային համակարգի առողջության միջև։ Ըստ այդմ տեսակով բու, այսինքն գիշերային ժամերին ակտիվություն ցուցաբերող մարդկանց շրջանում ինֆարկտի կամ ինսուլտի հավանականությունը 16%-ով ավելի բարձր է։ Իդեպ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ուշ քնելու եւ սիրտ-անոթային համակարգի առողջության միջև կապն առավել արտահայտված է կրկին
դա ես չեմ ասում, կանանց մոտ։ Բայց այստեղ եկ հույս տանք մեր հեռուստադիտողին, ասելով, որ մեկ այլ հետազոտության համաձայն բոլոր այդ մարդիկ, ովքեր երեկոյան ակտիվ են, ուշ են քնում, առավոտյան են քնկոտ, նրանք ստեղծագործ անհատականություններ են։ Եկ այս տեսանկյունին։ Ես կարծում եմ մենք նույն տեսանյութն ենք դիտել, նաև ալարկոտությունը, թափթփվածությունը համարվում է ստեղծագործ եւ բարձր ինտելեկտ ունենալու նշան։ Անուշադրությունը, մտքի ոչ կառավարումը, դե հուսով եմ հուսադրելու համար է դա ինձ թվում է։ Հուսով ենք։ Հասնելով արագ։ Ասենք, որ Իսպանիայի հիվանդանոցներից մեկում մի կին նոր կյանք ու դեմք է ստացել, որը կորցրել է ծանր վարակից հետո։ Դեմքի հյուսվածքների ու բջիջների մեռուկացման պատճառով կինը զրկվել է շնչելու, խոսելու, տեսնելու պարզ հնարավորություններից։ Այս դեպքի բացառիկությունը այն է, որ հիվանդին փոխպատվաստվել են էվթանազիայի ենթարկման դոնորի դեմք։ Ի դեպ, այս նույն հիվանդանոցում 2010 թվականին աշխարհում առաջին անգամ իրականացվել է դեմքի ամբողջական փոխպատվաստում։ Դուք տեսնում եք կադրերը, ինչպես է վերաբերվում փոխպատվաստմանը եւ դոնորությանը ընդհանրապես։ Իհարկե միանշանակ լավ, որովհետև գիտենք, թե ինչքան մահվան կանգնած մարդիկ կան, որոնք օրերով, ամիսներով, տարիներով նույնիսկ սպասում են, որպեսզի համապատասխան դոնոր գտնվի։ Այս դեպքում իսկապես հենց կյանքի եւ մահվան հարցեր։ Հիմա գուցե մտածեն, որ դեմքն է, զուտ դեմքը փոխվել է, բայց հասկանում ենք, որ այստեղ ապրելու ցուցիչով էր, հա, որովհետև վնասված էր այդ բոլոր զգայարանները։ Վերջերս մի ֆիլմ էի դիտում, որի անունը սպայն չեմ հիշի, բայց գաղափարում խոսքներ, կարող ես դու էլ ֆիլմ նկարել։ Գաղափարում հենց այդ խոսքներ, որ մարդը կարևորը հոգին է, հոգին մարմնում որևիցե ձև երկար պահելու հնարավորությունն է։ Ես էլ եմ համաձայն քեզ հետ։ Այո։ Այսպես, սիրելի հեռուստադիտողներ, կարծում եմ տեղեկատվությունը հետաքրքիր էր, մեզ որ շատ հետաքրքիր էր։ Այս պահին առաջարկում եմ ընդմիջվել, դիտել տեսահոլովակ, հետո արդեն բռնվել հետաքրքիր զրույցի։ Սիրտս գիտես, թե որքան քեզ կսիրե Պարե ինձ հետ սիրո տանգո մեղմորեն Աղքու սերդ մեջս գրակ կվարե Դու մի մար է, որ չարդասվի դառնորեն Գիտես կյանքս որքան գույնով կլցնես Այս քաոսից սերդ ինձ դուրս կբերե Բաժակիս մեջ դու արցունքներ չլցնես Թե չէ հետո սիրտս դժվար քեզ ներե Համար աստղ կլաս շողշողում Դու աստղը ինչ թողնես, որ խավար է Քեզ տեսնելի սիրտս էնպես է դողում Առանց քեզի կյանքս ասես խավար է Հոգուս համար աստղ կլաս շողշողում Դու աստղը ինչ թողնես, որ խավար է Քեզ տեսնելի սիրտս էնպես է դողում Առանց քեզի կյանքս ասես խավար է
Մոտս գիտես, թե որքան քեզ կսիրեմ Բարե ինձ հետ սիրո տանգո մեղմորեն Ախ քուսերդ մեջս գրակ կվարեմ Սիրո հուրը չթողնես որ իմ մարեմ Մենք շարունակում ենք մեր եթերը ժպիտներով, սիրով ու մեծ հաճույքով սիրելի հեռուստադիտողներ, շուտով գարուն է եւ հատկապես գարնանը հաճելի է զբոսնել մայրաքաղաք Երևանով եւ հատկապես այն վայրերով, որտեղ կանաչապատ է, որտեղ գեղեցիկ է, շուտով արևն էլ շողալու է Եվ ասում են, որ կանաչապատ տարածքները մեր քաղաքում ավելանալու են դեպի Մատենադարան, ճանապարհն ու ձեռագրատան շրջակայքը շուտով վերածվելու է կանաչապատ ջեմուղիների։ Ինչպիսին կլինի այն այգին, որն իր գիրկը կառնի Մեսրոպ Մաշտոցի անունը կրող Մատենադարանը եւ ինչպես կկապվի քաղաքի մնացյալ հատվածներին։ Փետրվարի 7-ին այգ է բացվում Մատենադարանի այգու տեսլականը խորագրով ցուցադրության ժամանակ ներկայացվել է հենց այս հարցերի պատասխանները, որոնց մասին սիրով կպատմի մեր գործընկերուհին։ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի լանջի հողատարածքը մոտ ապագայում կանաչ ջեմուղիներ կունենա։ Այդ հատվածում այգի է հիմնվելու, որի նախագծման աշխատանքներն արդեն ավարտվել են եւ առաջարկվող 3 տարբերակները ներկայացվել են այգեբացվում Մատենադարանի այգու տեսլականը խորագրով ցուցադրությանը։ Պրոյեկտը սկսվել է շատ խորհրդանշական ձևով, համաստեղծարանով կամ համատեղ ստեղծագործական մի աշխատարանով, որովհետև կարծում ենք, որ այգին այնքան էմոցիոնալ կապվածություն ունի մեր քաղաքի հետ եւ մեր երկրի հետ ու այս տարածքը, որ պարզապես ճարտարապետական նախագիծը քիչ կլիներ սրա համար։ Մենք բերեցինք մարդկանց, ովքեր բոլոր տեսակետները ներկայացնում են, եւ ճարտարապետի, եւ պատմաբանի, եւ ազգագրագետի, եւ ստեղծագործողի, եւ տեղի բնակչի, որպեսզի այդ բոլոր տեսակետները ներառված լինեն ու ներառական մի կոնցեպտ ունենանք։ Իրականացրեց սա մեզ հետ համատեղ մի ֆանտաստիկ թիմ, որը կոչվում է ԱՀԱ կոլեկտիվ, համադրողներ են եւ կազմակերպեցին թե համաստեղծարանը, եւ թե վերջնական կոնցեպտների հայեցակարգերի մշակումը։ Նպատակը մեկն է՝ ստեղծել այգի, որը կբնորոշի Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունը, նշում է Armenian Tree Project բարեգործական հիմնադրամի ռազմավարական գործընկերությունների եւ ազդեցության հարցերով տնօրեն Մարինա Մխիթարյանը։ Տեղում աճող բուսատեսակները լինելու են նորը եւ յուրովի, որոնց համար հատուկ աշխատանքներ են տարվելու։ Այն կլինի Մատենադարանի մշակութային ու գիտական ժառանգության արտապատկերումը։ Ցուցահանդեսը նախաբանն է մի մեծ նախագծի, որը լինելու է Մատենադարանի այգի։ Մատենադարանի հետևում մոտ 1.5 հեկտար տարածքի վրա դարավանդ տարածք է, եթե տեսել եք, նկատել ենք բոլորս, ամայի տարածք է հիմա։ Այս տարածքը հավակնոտ ծրագիր ունենք կանաչապատելու եւ ոչ միայն պարզապես կանաչ դարձնելու, այլ նաեւ կոնցեպտուալ այգի դարձնելու դրան։ Գիտեք, մեր արևելյան ավանդույթը, մեր հարևան երկրների Պարսկաստանի, Հայաստանի ավանդույթում այգին շատ առանձնահատուկ տեղ ունի եւ էմոցիոնալ կապ ունի որևէ քաղաքային միջավայրի հետ, հանրային միջավայրի հետ։ Ուզում ենք դա վերականգնել։ Մատենադարանի պատերի ներքո իրականացվում են բազմաթիվ զարգացման ծրագրեր, դե իսկ այն մարդկանց ավելի մոտ դարձնելու համար պետք է ստեղծել համապատասխան միջավայր, իդեմս այգու, նշում է Մատենադարանի տնօրենի տեղակալը զարգացման գծով նույն ինքը Տաթևիկ Մուրադյանը։ Մատենադարանի այգին դա կարևորագույն միջավայրն է, որտեղ կունենանք ժամանցային, մշակութային, ընտանեկան միջավայր, որը կստիպի մարդկանց ավելի մոտ լինել թանգարանին եւ թանգարանի այցելուները նաև զբոսնելով եւ հանգստանալով այս այգում եւս մեկ անգամ կճանաչեն Մատենադարանում պահվող ժառանգությունը եւ մեր ծրագրերը։ Այս նախագիծը Armenian Tree Project կազմակերպության հետ համատեղ մտածել ենք, վաղուց երազել ենք, բայց երբ հնարավոր եղավ արդեն ի գործ անցնել եւ սկսել աշխատանքները, անմիջապես արեցինք համաժողովը, որի ընթացքում քննարկել ենք եւ որոշել ենք այգու տեսլականը եւ այսօր արդեն իսկ ներկայացված տեսլականը կարծում եմ բոլորին հասանելի է։ Հիշեցնենք, սա Մատենադարանի ու Armenian Tree Project բարեգործական հիմնադրամի համատեղ նախաձեռնությունն է։ Ցուցադրությունը նախագծել է ԱՀԱ Collective համադրողական գրասենյակը, իսկ ցուցադրությունը նշենք նաև, որ կգործի Մատենադարանի գիտական մասնաշենքի ճամասրահում փետրվարի 6-ից մարտի 6-ը։ Նատալի Մկրտչյան, Սամվել Սայյան, Բարև երկիր։
Բարի լույս, մեր եթերը շարունակվում է եւ ուզում եմ ասել, որ այս տարին շատ հետաքրքիր ու լավ է սկսվել հատկապես թատեր աշխարհի մարդկանց համար, որովհետեւ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը մոտ 35 տարի սպասումից հետո արդեն ունի իր շենքը, ինչի արդիվ մենք շնորհավորում ենք եւ ուզում ասել, այնտեղ արդեն կան պրեմիերաներ։ Այո, հենց այդ արդիվ էլ մեր հյուրերը տաղավարում են, կներկայացնենք, հետո արդեն մանրակրկիտ կհասկանանք, թե ինչ է կատարվում վերաբացված շենքում։ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի բեմադրող ռեժիսոր Անդրանիկ Միքայելյան եւ դերասան Հարություն Հովանիսյան, բարի լույս, բարի գալուստ մեր տաղավար։ Դուք դեռ չեք եղել մեր տաղավարում։ Ոչ։ Ուրեմն Առաջին անգամ։ Եվ շարունակամ, այո։ Շնորհավորում ենք իհարկե նաև ձեզ թատրոնի վերաբացման արդիվ, ինչպես եք ձեզ զգում նոր շենքում, ինչպիսին են հարմարությունները, դեռ ես չեմ հասցրել լինել ամեն դեպքում։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Նոր շենքը ուղղակի աներևակայելի զգացողություններ ա մեզ փոխանցել այսքան սպասումից հետո, դե մենք դեռ երիտասարդ ենք, քիչ ենք սպասել, բայց ավագ սերունդը արդեն 35 տարի է ձգտել է, որ հասնի իր տանը ու մեր տանը ու տպավորությունները անբացատրելի են։ Այ հետաքրքիր է հատկապես ավագ սերունդը, որ տարիներ շարունակ թեկուզ փոքրիկ անմխիթար վիճակում, բայց բեմը չէ տուն է, սովոր է եղել այնտեղ, հիմա ինչպես է զգում, արդյոք վարժվել են արդեն թե ոչ։ Դե օրերը առաջ ենք բացվել, մենք նոր ադապտանում ենք, հարմարվում ենք, բայց ամեն վայրկյանը, ամեն ակնթարթը երջանկություն է, ես այդ տեսնում եմ նրանց աչքերում, շարժումներում, մեր բոլորի, մեր թիմի, թատրոնի բոլոր անդամները, հավաքարարից բռնած մինչև, չգիտեմ, փոխտնօրեններ, ռեժիսոր, դերասաններ, բոլորը երջանիկ են։ Եվ թերևս խոսենք այն մասին, որ փետրվարի 10-ին եւ 11-ին բեմ կբարձրանա քարը ներկայացումը, մի փոքր ներկայացումից, այստեղ կա մի երանգ, որ պետք է նշել, որ Երվանդ Քոչարի 125 ամյակին է նվիրված, բայց այս տարի արդեն տարին փոխվել է։ Ինչպես դա այդպես ստացվեց։ Երվանդ Քոչարի 125 ամյակին քաղաքապետարանը մրցույթ կազմակերպեց, որին մասնակցեց նաև մեր թատրոնը, եւ մենք մասնակցեցինք այդ մրցույթին, քաղաքապետարանը մեզ աջակցեց եւ մենք սկսեցինք աշխատանքները Քոչարի 125-ամյակին նվիրված 2024 թվականի վերջն էր, որ արդեն տարեվերջն էր եւ քանի որ մյուս անցած տարի 2025 թվականին սկսվեց մեր թատրոնի տեղափոխության աշխատանքները, հին շենքից նոր շենք ու բավականին ժամանակ էր պետք դրա համար մի քիչ ձգվեց, բայց այս տարի արդեն բացվեցինք ու միանգամից մեր առաջի պրեմիերան եղավ Նարինե Գրիգորյանի Սուրբ Անտոնիոսի հրաշքը, մյուսը սա է եւ նոր պրեմիերաներ, որը կլինեն արդեն ցենց կուտակվել են պրեմիերաներով, իրար հետևից արդեն մենք խաղանք։ Սա էր պատմությունը։ Դե պատմեք, տեսնենք թե Քարի մասին։ Այո, քարը դե նվիրված է Երվանդ Քոչարին արդեն հասկանում ենք, բայց ինչ լուծումներ ունի, ինչպես է ներկայացվում։ Ներկայացումը խճանկար է, այսպեսի անուն ենք դրել, էկլեկտիկ ժանրի ինքը ներկայացում է, որի մեջ ոնց որ առանձնացրել ենք թե քանդակագործությունը, թե նկարչությունը, թե խոսքը, թե երաժշտությունը, ամեն ինչ խառնել ենք, փորձել ենք խառնել իրար ու ստացել ենք հայ ժողովրդի հայոց պատմության մի խճանկար, որը որ կապել ենք իրար Երվանդ Քոչարի ստեղծագործական ճանապարհի միջոցով, չգիտեմ, ներկայացումը պատմում է մեր հին հայոց պատմության ճանապարհորդությունը, այսպես հայոց պատմության միջով հայ լեգենդների Դավթի, Վարդան Մամիկոնյանի ու հասնում ենք մինչև քաղաք մարդ մեր օրեր Երվանդ Քոչարի թեման հենց մարդ քաղաք ու փորձել ենք հասկանալ հիմա ուր ենք, հիմա ինչ ենք։ Ոնց որ Երվանդ Քոչարն է, որ ամբողջ իր ստեղծագործական ընթացքում փորձել է արտնացնել այդ մեր լեգենդներին, հերոսներին ու վերջում եկել է ու մարդ քաղաքին, դեպի երկնաքերեր, դեպի քաղաք, մարդու հերանեկարին է անդրադարձել ու մենք էլ ներկայացումը փորձել ենք ըստ իր հայացքների կառուցել։ Շատ լավ, Հարություն, խոսենք ձեր դերակատարման մասին ներկայացումը։ Ինձ համար այս ներկայացումը Անդրանիկ Միքայելյան ռեժիսորի ու Անդոյի իմ ընկերոջ հենց ապրումների, իր ներսի, իր մարդ տեսակի մասին է ու ես գնացել եմ իր հետևից
ու հենց իր հույզերի հետևից ես սկսել եմ իրանով ազդվել ու զգալ իմը, թե ես ինչ եմ ուզում ասեմ։ Ու իմ համար սա բացարձակ հայրենիքին ինչ-որ ձև, ինչ-որ կերպ սիրելու այդ ձևն է, որը գտել է Անդոն կամ փորձում է գտնի մեր հետ այս process-ի ընթացքում։ Ու համաձայն եք այդ ձևի հետ դուք։ Չէ, միշտ չի որ համաձայն եմ եղել։ Եվ ում եք մարմնավորում։ Վարդան Մամիկոնյանի, բայց խնդիրը ստեղ ոչ թե մարմնավորել, այսինքն ձևը նենց է ներկայացման, որ մարմնավորում չի, այլ մեր անձնական վերաբերմունքն է, հենց Անդոն ինձանից ոնց որ պահանջում է որպես դերասան, որ ես իմ վերաբերմունք ունենամ այս ամեն ինչին, այս կերպարներին, այդ տեքստերին ու ավելի շատ մեր վերաբերմունքն ենք դնում այս կերպարների մեջ ու բայց այդտեղ ավելի շատ էմոցիայի մասին է խոսքը ինձ թվում է, որը իմ կարծիքով երբ որ ներկայացումը կայանա, դեռ որ sense process-ի մեջ է իրեն կայացրել ենք, բայց հանդիսատեսով, sense մեծ հանդիսատեսով որ գան նայեն ու այդ process-ը իսկական տեղի ունենա, ներկայացումը կայանա հանդիսատեսի հետ արդեն, հա, դա դեռ չի եղել, բայց այդ ժամանակ ինձ թվում է նոր կհասկանանք թե ինչ ենք մենք արել էլի վերջնական։ Իսկն հիմա դեռ որ այդքան էլ պարզ չի, բայց այս process-ը շատ կարևոր է։ Այսինքն ամեն դեպքում այս եթե անգամ չասենք կոնկրետ նմանակում կամ դերակատարում, բայց այս կերպարը ձեզ համար ինչով է առանձնանում որպես դերասան։ Ինձ թվում է ինքը շատ sense ինձ խորացնում է դեպի իմ ներս ու մի նոր ինչ-որ բան եմ փորձում անընդհատ իմ ներսից բերել ու այստեղ շատ կարևոր է ու շատ է իմ առաջ դրված հենց ֆիզիկական խնդիր, որ այդ նույն ֆիզիկական օրինակ ինքս ինձ ցավ պատճառելուց կամ հասնեմ ինչ-որ հոգեկան վիճակի, որից sense ինչ-որ էմոցիա պետք է դուրս գա։ Դեռ որ sense շատ բան եմ խոսում, ոչ sense շոշափելի, որովհետև ես էլ չգիտեմ դեռ որ ինչի հետ եմ գործ ունենալու։ Ավելի պլաստիկ լուծումներով է ներկայացումը, ոչ ստանդարտ պլաստիկ լուծումներ էլ կան։ Իսկ դերասանախումբը ովքեր են ներգրաված։ Դերասանախումբը բացի այլից։ Մանվել Սարգսյան, ռեժիսորներին բնորոշ խնդիր է մոռանալ դերասանների անունը։ Նարեկ Ալեքսանյան, Սևադա Համբարձյան, որը որ երաժիշտն է մեր ներկայացման, ու Միլենա Սարգսյան, Միլենա Ղազարյան եւ Մարիա Սերյանյան։ Դժվար ազգարումներ։ Երաժշտությունը հատուկ գրվել է ներկայացման համար, թե որևէ հայտնի գործ է։ Կան երաժշտություններ, որը գրվել են հատուկ հենց ներկայացման համար եւ կան, որը որ հենց Սևադայի գրած երգերն են, որը որ մենք օգտագործել ենք ներկայացման մեջ։ Կուզեի խոսել Սևադայի մասին, որովհետեւ ինքը ինձ համար Երևանդ Քոչարից հետո երկրորդ ոնց որ աղբյուրը այս ներկայացումը հավաքելու ոգեշնչման Սևադան էր իր երաժշտությամբ ու իր տեսակով։ Ինքը լրիվ ամբողջությամբ կպավ մեզ, կպավ գործին ու անբաժանելի մասնիկը դարձավ, առանց որի ու առանց յուրաքանչյուրի չեմ պատկերացնում այս ներկայացումը։ Ու որ հարցը տվեցի Հարութին, առաջ Հարութին ինձ ասաց ոնց որ այս ներկայացումը որը իր համար բան դառավ, եմրացից սկսեցի ավելի շատ հասկանալ հայրենիքը, չէ, ինչ որ։ Ինչ-որ ոնց է sense վարակի պես մտավ մեջս այդ հայրենասիրություն ասվածը։ Այդ բառը ես սկսել եմ արդեն չսիրել իրականում հայրենասիրություն, բայց հենց այդ ոնց որ sense վարակվեցի Անդոյի այդ հայրենասիրությունից։ Բառը չեք սիրում։ Զուտ։ Հա, որովհետև դա գործ է, ինձ թվում է դա sense անելու բաներ, էլի։ Անհասկանալի է դարձել։ Ու մասնագիտություն չի, չէ՞, ինչ որ հայրենասերն է։ Ձև բացատրություն կա ու չէ, ինչ որ ամեն մեկս մեր sense ինչ որ աստվածաշնչի պես ոնց որ դրան ենք վերաբերվում, մեր հայրենիքին էլ է որ ամեն մեկս մեր մեջ գիտի իր ձևը բան, բայց իրականում գործով է ապացուցվում, քո մեկնաբանման մեր յուրաքանչյուրի։ Այս ներկայացումն էլ երբ տենց մի ակտ է դառնալու որտեղ մենք կարողանալու ենք իրոք ինչ-որ ձև արտահայտել ու քանի որ սա մեր գործն է, սրանով երևի տենց կարողանանք արտահայտել ու վարակել ի գործ ոնց որ վարակել մարդկանց, որ ինչ-որ գործողությամբ
իրոք սիրենք մեր հայրենիքը։ Լավ, իսկ հետաքրքիր է, քանի որ նշեցիք ընկերներ եք, սովորաբար ընկերների հետ հեշտ է, որքան տարի իրար գիտեք եւ հատկապես ռեժիսոր եւ դերասան ընկերությունը երկար է տևում արդյոք եւ խնդիրներ չի լինում հատկապես ընկեր բեմադրիչի հետ եւ ընկեր դերասանի հետ։ Դե մենք շատ շուտվա, մենք իրար հետ ենք սովորել ինստիտուտում, մենք ինքն էլ ռեժիսոր, ես էլ եմ դերասան իր բեմադրության մեջ ինքն է դերասան, ես ռեժիսոր ու ինձ ամենահեշտը Հարութի հետ աշխատելն է, որովհետև մենք այն, չգիտեմ, 17 տարեկանից իրար հետ աշխատել ենք, Թատերական ինստիտուտի հետ ամեն վարժանքներ, էթյուդներ, ճանապարհը իրար հետ ենք անցել ու մենք կես բառից ենք իրար հետ հասկանում ու չգիտեմ, մեր մոտ տենց ռեժիսոր ու դերասան հարաբերությունը չի, մենք իրար հետ ենք ստեղծում, իրար հետ ենք մտածում, լրիվ իր բեմադրության մեջ ես որպես դերասան նաև կարելի ասել ռեժիսոր եմ իմ բեմադրության մեջ Հարութն է, նաև կարելի ասել ռեժիսոր, տենց տարանջատումներ չկա։ Ես այս հարցից հենց նոր գիտակցեցի, որ եթե օրինակ բոլոր ռեժիսորների հետ կարողանանք մենք տենց շփում ունենալ կյանքում ու ինչ որ կենցաղային հարցերում, երևի ավելի շատ ու ավելի հզոր բաներ կստեղծենք, որովհետև շատ օրգանական է, էլի ամեն ինչ տենց ծնվում, ոնց որ կյանքից արդեն տանում ես միանգամից բեմ կամ էկրան։ Անդրանիկ Քոչարը գիտենք, որ շատ բազմաշերտ, խորը, անցյալն ու ներկան կամրջող, իսկապես տվյալ ժամանակի մեր հայկական իրականության մեջ կարկառուն դեմք էր եւ արդյոք բոլոր աղբյուրները նրան վերաբերվող, ուսումնասիրվել է, որպեսզի բեմի վրա նույնպես նրա կյանքը, գործունեությունը, նրա մարդ տեսակը լիարժեք փոխանցվի։ Ճիշտ ասած, կենսագրական ինֆորմացիային այդքան չեմ բան արել, չեմ ներմուծել ներկայացման մեջ, բայց անշուշտ ուսումնասիրել եմ ինչքան հնարավոր աղբյուրներ կան, թե թանգարան, թե չգիտեմ, կտավներից բռնած, գիտերի հետ շփումներ, գրքեր, ֆիլմեր, դոկումենտալ, նայել եմ, ուսումնասիրել եմ, փորձել եմ հասկանալ իր ներաշխարհը, ինչպես ինքն ասում, ներքին շարժումը, ներքին ռիթմը ուսումնասիրել եմ Քոչարի ու բայց ոնց որ ներկայացումը այդքան չեմ նվիրել իր կենսագրական կյանքին, այլ իր մտքերին, գաղափարներին ու իր վերաբերմունքը Հայաստանին, դա ինձ ավելի շատ հետաքրքրել իր մեջ, ոնց որ այդ ինձ էլ էր հետաքրքրում որպես մարդ ու դրա համար այդ կապը ոնց որ փորձել եմ իր այդ վերաբերմունքը երկրին ու հայրենիքին այդ կապը։ Թե մինչև այդ ինքը Վրաստանի իր շրջանը, Մոսկվայի, Ֆրանսիայի անշուշտ ուսումնասիրել եմ, բայց չեմ անդրադարձել դրան։ Հենց միանգամից ներկայացումը սկսվում է նրանով, որ ինքը Ֆրանսիայից իր վերջին ոնց որ ամսագրի մեջ պատմվածք է մի գրում Ֆրանսիայում, ֆրանսիական ամսագրի մեջ, ու արդեն մյուս տարի 1996 թվականին գալիս է Հայաստան ու ոնց որ սկսվում է իր հարաբերությունը երկրի հետ։ Շարունակությունը հասկանալու համար թերևս պետք է փետրվարի 10-ին եւ 11-ին գնալ համազգային թատրոն, թերևս մի այսպիսի հարց ունեմ, ինչ ուրիշ աշխատանքների շուրջ եք հիմա ներգրաված եւ ինչ սպասել։ Ոչ միայն թատրոնում, թատրոնից դուրս եթե կա բեմադրություններ եւ այլն, երկուստ էլ առանձին կխնդրեմ պատասխանել։ Դե մենք հենց 3 հանձնեցինք պրեմիերան նաեւ Նարինե Գրիգորյանի Սուրբ Անտոնիոսի հրաշքը, որ շատ եմ սիրում ու շատ լավ ներկայացում է, խորհուրդ կտամ գաք նայեք։ Սիրով։ Այո, մյուս պրեմիերան Սիմոն Աբգարյանի, ֆրանսիայի ռեժիսոր ներկայացումն է, Պենելոպե ներկայացումն է, որի պրեմիերան կլինի ամսվա վերջ, փետրվարի 24-ին, 25-ին, 26-ին, այդտեղ էլ գլխավոր հերոսուհին Նարինե Գրիգորյանն է, որտեղ որ նա շատ լավ է խաղում, այդ ներկայացումը հրավիրում եմ եկեք նայելու, այդ աշխատանքներն են թատրոնից դուրս զբաղվում ենք Բաբելոն թատրոնի, որ Հարութն է ստեղծել Բաբելոն թատրոն այսպես, դրա գործունեությամբ դա արդեն ավելի մի քիչ երիտասարդ թատրոն է, մի քանի տարվա ու փորձում ենք բոլոր ուժերը ներդնել այդ թատրոնի զարգացման, կայացման, պահպանման ու ստեղծագործական ճանապարհի ընթացքի մեջ դրանով ենք զբաղված։ Երկուսով հիմնականում Բաբելոնում ենք, հիմա արդեն համազգային թատրոնում էլ ենք երկուսով իրար հետ փորձում տարբեր բաներ անել ու ամբողջ թատրոնի հետ էլի ոնց որ
Բայց նոր բաները լավ հարց է, հիմա հեսա ասենց պետք է մտածենք, ինչ ենք անելու։ Շնորհակալություն, մենք կարծում եմ մինչ հաջորդ հանդիպումը անպայման համազգային թատրոնում կհանդիպենք, որովհետև չգնալ այդ շենքը եւ նոր ներկայացումներ չտեսնել, կարծում եմ հանցագործություն է։ Շնորհակալություն, որ հյուրընկալվեցիք մեզ մոտ, սիրելի հեռուստադիտողներ, այո, համազգային թատրոնի բեմադրող ռեժիսոր Անդրանիկ Միքայելյանն էր մեզ մոտ եւ դերասան Հարություն Հովհաննիսյանը համազգային թատրոնում պրեմիերա կա փետրվարի 10-ին եւ 11-ին Քարը նվիրված Երվանդ Քոչարին։ Դուք ժամանակ եւ այցելեք, դիտեք, կիսվեք տպավորություններով եւ մենք կհանդիպենք քիչ հետո։ Բարի լույս, սիրելի հեռուստադիտողներ, եթե հենց նոր եք արթնացել, այժմ խոսելու ենք օգտակարից։ Թերևս այսօր հենց օգտակարից եւ առողջությունից էլ անդադար խոսում ենք, բայց հիմա ձեր սիրելի էջերից մեկն է օգտակար է եւ ինչն է այսօր օգտակար, բոլորիս կողմից շատ սիրված, գոնե իմ արքայախնձորը, նույն ինքը անանասը։ Դիտենք եւ վերադառնանք։ Անանաս կամ արքայախնձոր սիրում են շատերը։ Հիմա հարկավոր է խոսել դրա օգտակար հատկությունների եւ հակացությունների մասին։ Անանասը պարունակում է կալիում, ֆոսֆոր, մագնիում, կալցիում, երկաթ, նատրիում, ինչպես նաև վիտամիններ A, C, PP, B1, B2, B12, կիտրոնաթթու եւ ասկորբինաթթու։ Անանասում պարունակվող հանքանյութերն ամրացնում են ոսկորները, կարգավորում են ջրի հավասարակշռությունը օրգանիզմում։ Այն պարունակում է նաև բրոմելային, որն ակտիվացնում է լիպիդների ճեղքումը, ինչը նպաստում է նիհարելուն։ Անանասը բարձրացնում է ստամոքսային ֆերմենտային ակտիվությունը եւ օգնում սպիտակուցային սննդի մարսմանը։ Ամրացնում է շարակցական հյուսվածքները, անոթների պատերը դարձնում հարթ եւ առաձգական։ Նվազեցնում է չարորակ գոյացությունների առաջացման վտանգը։ Անանասը կանխում է սրտանոթային համակարգի հիվանդությունները, նպաստում է արյան անոթների պատերին գոյացած ճարպերի հեռացմանը, օգնում է նվազեցնել զարկերակային ճնշումը եւ նոսրացնում է արյունը։ Անանասը նաև ճնշում է քաղցի զգացումը, քանի որ այն արյան մեջ բարձրացնում է սերոտոնինի մակարդակը։ Նպաստում է օրգանիզմից ավելնորդ հեղուկի հեռացմանը եւ լավացնում է հիշողությունը։ Այսքան դրականի կողքին կան նաև հակացություններ։ Անանասը հակացուցված է ստամոքսի բարձր թթվայնություն ունեցող մարդկանց։ Հնարավոր է, որ այն վնասի բերանի լորձաթաղանթը։ Այն ուտելուց հետո հարկավոր է ողողել բերանը ջրով, քանի որ վատ է ազդում նաև ատամների էմալի վրա։ Մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին, մեր երկիրը ավերված բայց սուրբ է Եվին, որպես լեռն է մեր պայծառ տեսել հազարցյուն, այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն, Բաբելոնն է եղել մեր ախոյանը տես, անետ կորել անցել է չարմը շուշի պես, ասորիքն է եղել մեր թշնամին ահա, դաշտ է տեղը և չկա քարքարի վրա, ամրակուր է մեր հոգին դարերի զավակ, շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ, շատ է տեսել երկիր իմ ցավ ու արավիր, լաս է այնտեղ ամեն երկ և ողբամ ենք գիրք, գերված ենք մենք ոչ ստրուկ, գերված մի ակցիվ, չարության դեմ վես սիրտ միշտ վատի դեմ ազնիվ, մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին, մեր
ամենահապետ Չի հասկանա ձեր հոգին և ծույլ և օտար Տաճար է մեր երկիրը սուրբ է ամեն քաշ Եգիպտական բուրգերը փոշի կդառնան Արևի պես երկիրին որ կվարվես վարման Որպես լյումի կրակից կելնես նոր Գեղեցկությամբ պարքով վար ու լուսավոր Արիացի սիրտի մի էլ հավատով տոքում Կանգնի հպարտ որպես լույս լերն է մեր կանգում Լույս լերն է մեր կանգում Մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին Մեր երկիրը ավերված բայց սուրբ է Բարև երկիրը շարունակում է իր ընթացքը, դիտեցինք տեսահոլովակ, որը նոր է, եթե նկատեցիք սիրելի հեռուստադիտողներ եւ հենց այդ թեմայի շուրջ էլ նոր երկի ու տեսահոլովակի մասին էլ զրուցելու ենք մեր հյուրերի հետ, երգիչներ, երգաններ Վագրաշ եւ Արմեն Դոլինյան, բարի լույս։ Բարի գալուս մեր աղավար, Արմենն առաջին անգամ է։ Ինչպես եք։ Լավ, դուք։ Մենք Ինչպես է ձեր օրը սկսվել։ Ուրախ ենք, որ այստեղ եք, ինչպես է ձեր օրը սկսվել։ Շատ լավ։ Երկրորդ եթերն է մեր այսօրվա։ Հրաշալի։ Խոսելու ենք ձեր նոր երգի մասին, իհարկե շաբաթներ առաջ եւս մեկ նոր երկու տեսահոլովակ լույս ընծայեցիք, բայց գանք վերջից մի խառնեք մեզ երգի Վահան Տերյանի խոսքի բանաստեղծության հիման վրա գրված երգի մասին է։ Այո, ինչու ընտրվեց հենց այս ստեղծագործությունը, իդեպ նվիրված Հայաստանի զինված ուժերի կազմավորմանը, այո։ Այո։ Տեսեք, երբ Տերյանական օրերն էին Ջավախքում, թանգարանի ավելի շուտ նկարի բացումն էր այդ օրը, հետաքրքիր նկար կա թանգարանում հիմա Տերյանի դեմքով, ու սա բոլորը երգում էին Տերյան, Թախծոտ, Աշուն, Սեր, ինչպես սովոր Հա, ու հենց այդ պայն միտք ծագեց, ոնց կարող է ախալքյալակցին, ճավակցին միայն այդ ոճով ստեղծագործել։ Թերևս այո։ Գիտեին բանաստեղծությունը, բայց իրականում հենց այդ բանաստեղծությունը մտքովս չէր անցել։ Եկա բացեցի Տերյանի ժողովածուն, երկինային բացեցի, նույնիսկ մայր երգը կար այնտեղից, որը ես կատարում եմ։ Բայց այդ ուրիշ առանձին բանաստեղծություններ չունի, ինչ-որ բանի մեջ չի ինքը, ժողովածուի մեջ չի ու փորձեցի իրենով, նայեցի, որ մի քանի երգ կա արդեն գոյություն ունի, հենց այդ բանաստեղծությամբ գրված ու որոշեցի անել իմ տարբերակը, երաժշտությունը ստեղծվեց ու մնաց ինքը սևագրերի ցուցակում։ Տարիներ հետո, երբ Արմենի հետ արդեն ծանոթացանք, Արմենը կպատմի ինչպես մտածեցի, որ ինքը հենց կարելի է հանել արդեն սևագրից ու կենթանացնել իրեն դուետի տեսքով, որովհետև ինքը այդ էներգիան միայնակ տալ դժվար կլիներ։ Իսկ ռոքի ժանրը հենց բխել է բանաստեղծությունից, այսպես խաղող հայրենասիրական։ Քանի որ դա նաև Արմենի ժանրերին, հա, այդքան էլ դրոշ չփաստացի, հա։ Հա, մոտ է։ Այդքան էլ չէ, բայց մոտեցրեցինք։ Կասեք արդեն Արմենը ռոքի լավ կատարում է։ Համագործակցության մասին արդեն մի քանի անգամ առիթ ընձեռվել է խոսելու, եւս մեկ անգամ ասեմ, ինչպես հայտնի է, ես ներկայացնում եմ երկերի cover տարբերակներ, մի անգամ որոշեցի հրապարակել նաեւ ընկերոջս երկերից մեկը, տեսավ, նկատեց, այսպես ծանոթացանք եւ
ստացա առաջարկը այս երգը կատարելու եւ մեծ սիրով համաձայնեցի։ Ինչպես Տերյանին ավելի չէ, սիրո երգիչ լիրիկական բանաստեղծություններով ենք ճանաչում, Վահագը նույնպես ավելի այսպես լիրիկական լադերի մեջ է ստեղծագործում եւ ռոքը հետաքրքիր է ինչպես տրվեց Վահագին, Արմենը օգնեց այդ հարցում, դուետը օգնեց, թե իսկապես բխեց։ Այո։ Երգի էներգիան էլ կար, Արմենի էներգիան էլ կար, ընդհանուր բանաստեղծության էներգիան էլ կար։ Իրականում հենց երաժշտության մեջ մտել եմ ռոք խմբում երգելով։ Բայց շատ տարիներ Շատ տարիներ առաջ։ Ձեզ այդպեսին հանդիսատեսը ինձ թվում է չի։ Չեն հիշի, Վահագ Ռաշվելի կար, այսպես երգում էին cover-ներ, երկու երգ ունեի այդպես լուսամփոփի պես աղջիկ, Աշլան Քամի ու Որով էլ որ ճանաչել եմ դիտել լուսամփոփի պես աղջիկ երգով։ Հա, այդ երկու երգը։ Շատերը։ Հետո կային մարդիկ, հետաքրքիր օրինակ մեկնաբանություն եմ ստացել մի անգամ, որ այդ լիրիկական ստեղծագործություններից հետո մեկնաբանություն էր թողել, բայց քեզ սիրում ենք այնպես, ոնց որ հիմա հանգած հրաբուխ լինես, ու այդ մեկնաբանությունը ինձ վրա շատ ազդեց, քանի որ այդ էներգիան իմ մեջ կա։ Ասիկ բացեցիք Տերյանի երգը կանչեցիք Արմենին։ Եվ որոշեցիք, որ ձեզ չպետք է խառնել։ Արդեն ռոք չէ, հարդ ռոք։ Այն էլ։ Բայց լավ մոտիվացիայի աղբյուր է։ Փաստորեն բացասական կոմենտները սիրելի հեռուստադիտող կարելի է պատճառ դառնալ նոր ստեղծագործությունների համագործակցության։ Կա նման բան, դրա համար պետք է վերաբերվել լավ մեկնաբանություններին առողջ կերպով, այսինքն չվերցնել ամեն մեկնաբանություն, ասել վատ բան են գրել։ Հա, վատ բաներ գրողներ լինում են։ Կամ ենթատեքստը գտնել լավ։ Չնայած քիչ են գրում, իրականում հազվադեպ տեքստով գրել։ Վահագին իհարկե ավելի ակտիվ է Վահագը, հանդիպում ենք եւ սոցցանցերում հաճախ եւ գրառումներով, Արմենը հետաքրքիր է ինչ գործունեություն է այս պահին ծավալում, քավերները գիտենք, գուցե կան այլ հեղինակային երգեր։ Այո, կան նաեւ հեղինակային երգեր, այս տարվա ընթացքում սպասվում են թողարկումներ եւ հեղինակային երգեր եւ քավերներ եւ համաշխարհային հիթերի հայաֆիկացված տարբերակներ։ Դա իմ սիրած հատվածն է, ես հետևում եմ Facebook-ով։ Ինչպես նաև նոր համերգներ են սպասվում, ես ակտիվ եմ սոցիալական ցանցերում, սոցիալական ցանցերի մեջերում, ներողություն, հրապարակումներ եմ կատարում, թե երգերի, թե համերգների վերաբերյալ։ Այս տարին ավելի բուրըն է լինելու։ Արմեն, էջերին հետևելով ձեր, հասկացել եմ, որ ամեն դեպքում ճաշակը բավականին դեպի արտասահմանյան երաժշտություն է, այսինքն հայկականն էլ կա, բայց երբ որ ձեզ արդեն ճանաչեն որպես երգիչ, ինչ ժանրում կուզեք, որ հանդիսատեսը ձեզ ֆիքսի եւ ճանաչի։ Կոնկրետ չեմ ընտրել որևէ մի ժանր, ինձ համար կարևոր է որ մարդիկ ճանաչեն իմ ձայնը։ Ձայնը կճանաչեն եւ կընտրեն այն ամենահարմար ժանրը, որ ես կատարում եմ իրենց համար եւ դա կլսեն։ Արմենից թարգմանությունները դուք եք անում երգերի։ Կան երգերի թարգմանություններ, որոնք որ ինքս եմ կատարում, կան երգեր, որոնք որ վերցնում եմ արդեն պատրաստի թարգմանություններ։ Իսկ լինում է որ ինքներդ գրեք, ձեզ դուր չգա ենթադրենք բնագրից։ Կան այդպես, բայց շատ են եղել այդպես, որ լսել եմ երգը շատ սիրելով, օրինակ հիմա անունները չտամ այդ երգերի, բառերը լսել եմ իրոք իմաստ ընդհանրապես չեմ տեսել դրանց մեջ, բայց չեմ էլ փորձել նոր բառեր գրել իրենց հիման վրա, որովհետև ասում եմ դրա փոխարեն ավելի լավ է հեղինակային երգ ստեղծեմ, դրա վրա ժամանակ ծախսելու փոխարեն։ Մինչ Արմենը արդեն քավերներով է զբաղված եւ ուզում է հեղինակային երգեր ստեղծել, դե Վահագին բոլորը գիտեն հեղինակային երգերով նաեւ։ Վահագ, այս փուլում ինչ շրջան է, ինչով եք զբաղվում, ինչ եք գրում, ինչն է ոգեշնչում այս փուլում։ Նոր երգեր պատրաստող այսինքն արդեն պատրաստի ունենք մոտ 7 երգ, որ այս տարի մանրից կհարայնացնենք, ունենք երգեր, որոնք գործիքավորման process-ի մեջ են, նույն ոճում ներկայացնելու եմ ես իմ Անուշ Հայաստանի հարևանապետին։ Նաև մեկ ստեղծագործություն կա, էլի hard rock ոճում ներկայացնելու ենք, դուետի տեսքով այս անգամ ոչ Արմենի հետ, բայց Արմենի հետ ունենք պատրաստվող դուետ զինվորի երգը, արդեն լիրիկական, այո, թրջեի մտքով դու է, հետաքրքիր մեկնաբանություն կներկայացնենք, հաստատ կտարբերվող, ունեմ պատրաստվող երգերից ժամանակակից բանաստեղծների հետ եմ սկսել աշխատել վերջին շրջանում, արդեն
երկու Արտուր Սարգսյանից ունենք, ու Տատև Ոսկանյանի հետ վաղուց էինք աշխատում, Արմեն Ծովակից մեկ երգ ստեղծվեց, չեմ ատում, հետաքրքիր էր, 3 են ուղարկել արդեն ձայնագրությունը, պատրաստ է արդեն ունենք երգը։ Ամենաբարդ բանը հիմա դարձել է երգերը ինչպես ներկայացնել։ Միայն նկարի տեսքով մի քիչ հետաքրքիր չէ, բայց այդտեղ էլ մեզ մի քիչ օգնության է գալիս արհեստական բանականությունը։ Երգը սիրտս գիտես։ Արթուր Սարգսյանի խոսքերով։ Այո, հրաշալի երգ է, երգը ինձ շատ դուր է եկել, անկեղծ եմ ասում։ Ուզում եմ մի փոքր այո, տեսարողակից պատմեք, հիմա չենք զարմանում իհարկե արհեստական բանականության հնարավորություններով, ֆիլմ ունենք արդեն արհեստական բանականությամբ հայու կողմից ստեղծված եւ փառատոնակիր, այո։ Հետաքրքիր է տեսահոլովակի, այո, գաղափարը ձեր կողմից էր առաջարկը թե ռեժիսորի։ Չէ, ես առաջարկեցի, Իսպանիայում է ապրում Ալեքսը, հայ է, ու ինքը հենց արհեստական բանականությամբ հետաքրքիր հոլովակներ է շատ պատրաստում ու հետաքրքիր է այն է, որ օր-օրի դա կատարելագործվում է։ Շատերը վախենում են արհեստական բանականություն օգտագործել, ավելի շատ վախենում են ասել, որ արհեստական բանականությամբ է ստեղծվել ինչ-որ աշխատանք, բայց վախենալ պետք չի, քանի որ ես մտածում եմ ինքը ժամանակ է գալու, որ օգնող գործիք է լինելու շատ։ Հիմա ճիշտ է, շատերը վերցնում են, ուղարկում են բանաստեղծություն, ասում են երգ եմ գրել, գնալիս արհեստական բանականությամբ ինչ-որ բան է ստեղծած։ Երգերի առումով չեմ ասում, ինքը դեռ կատարյալ է, բայց հետաքրքիր մտքեր տալիս է գործիքավորման մեջ, հոլովակների մեջ արդեն մի հատ նկար գցել, ուղղակի դե հոլովակը տեղադրել, հետաքրքիր չէ լինի, ավելի լավ է ինչ-որ սյուժետիկ բան լինի, սա արհեստական բանականությամբ երկրորդ մեր աշխատանքն է իր հետ, մինչև այդ անիմացիայով էինք անում, որը բավական ծախսատար էր, ժամանակատար, քանի որ ամիսներ էին աշխատում դրա վրա, իսկ հիմա կարելի է դա ստանալ ընդամենը 2-3 ժամում, ինչ-որ բան ստանալ ու երգը ներկայացնել, կարևորը երգն է, ինչպես Արմենը սիրում է ասել, այդ հենց երգն է ավելի կարևոր, շատ երգի վրա կառուցված այդ հոգեթավորում է այդ հոլովակը, ներսում ինչ որ կա, դա երգն է։ Քան հաճելի է, երբ լսվում է այսպիսի մտքեր, նաև այն միտքը, որ բանաստեղծության վրա, խոսքի վրա, բովանդակության վրա պիտի երգ գրվի, այլ ոչ հակառակը, ինչպես հիմա հաճախ արվում է։ Քանի որ խոսում ենք հեղինակային երգերից ստեղծագործելի մասին, արդյոք արհեստական բանականության միջոցով նոր երգեր ստեղծելու գաղափար դեռ չի առաջացել։ Կարիք չկա իրականում, իմաստել չկա, որովհետև շատ տրենդային է, բոլորը փոխում են երգը։ Փորձել եմ ինչ-որ բաներ ստանալ, տեսնել ինչ կանի, դեռ չի բավարարել ինձ, ինքը հասկացել եք որ լավ եք անում։ Երաժշտությունից չհասկացողի ականջին ինքը հնարավոր է բան չլինի, բայց երբ որ լսում ես, շունչ չկա։ Ինքը շատ նույն կերպ է ստեղծում ու միանգամից նույնիսկ շատ հիմա երգիչներ կան, որոնց երգերը հենց արհեստական բանականությամբ է ստեղծված, վերցված նոր գործիքավորված, ուղղակի լսում ես, հասկանում ես, բայց լռում ես ամեն դեպքում ու ինչի համար եմ ասում կարիքը չկա, 1000-ից ավել ունեմ սեյվագրեր այդպես մնացած, որոնք մնացել են, դրանք վերջացնելուց հետո արդեն նոր կարելի է նման բանի մասին մտածել, բայց կարծում եմ այդ ընթացքում էլ էլի կստեղծագործել։ Դու կարող ես օգնել արհեստական բանականության։ Քանի բնական բանականությունը կա, այո, իրականում կարելի է օգտվել։ Իհարկե կարելի է օգտվել, այդ ցանկացած նորությունից կարելի է օգտվել, բայց որ դու քո միտքը չօգտագործես, դա արդեն նույնիսկ տվողները դժելու է։ Ովքեր հիմա մտածում են, չէ, ես միայն այսպես եմ անել ու չեմ օգտագործելու, դա սխալ մտածում է։ Օրինակով ասեմ, ոնց որ հիմա դեռ կարգ քշեին մարդիկ, ասեին մեքենա ստեղծվել է, բայց մեր կարգը դա սուրբ է։ Չէ, հիմա հասել է այն ժամանակաշրջան, որ արհեստական բանականությունը այդ տեխնոլոգիաները արդեն արվեստի վրա են ազդում ու պետք է շարժվել համընթաց իրեն, որպեսզի կարելի է օգտվել, բայց չափի մեջ։ Նշենք, որ կարգ քշելու հնարավորություն էլ մենք այսօր չունենք, այսինքն հուսով եմ չի գա նրան, որ փոխակերպվի այդ ամենը, չնայած արհեստական բանականությունը լավ երաժշտություն է ստեղծում, գողացված ուրիշ երաժշտության հատվածներ արդեն եղածից է։ Այո։ Ու վերջերս ես շատ եմ ուսումնասիրում կոնկրետ հեղինակային իրավունքի հետ կապված այդ նյութերը ու հետաքրքիր ինչն է, որ ինքը շատերը չեն հասկանում, բայց մի որոշ ժամանակ անց շատ իրենց երգը, որը իրենք ստեղծել են, կստեղծվի ուրիշ լեզվով։ Այսինքն
ինքը երբ որ մտավ երգը արհեստական բանականության մեջ, դա համարվում է իր սեփականությունը։ Դե ինչպես մոնիտորինգը ցույց տվեց, նույն երաժշտության լադերը օգտագործելով 12 երգ էր ստեղծել մի օր արհեստական բանականություն, այսինքն այդտեղ հեղինակային իրավունքների մասին խոսելն ավելի։ Նոր երգը իհարկե ռոքային կարծում եմ դժվար կլինի ներկայացնել այսպես ակապելա, բայց շատ մեր սիրտը եւ մեր հեռուստադիտողների սիրտը կարծում եմ մի փոքրիկ երաժշտական հատված ուզում է։ Բայց ակապելա հենց թրջի մտքով տուն երգ։ Այո, կամ Արմենը կարող է իր cover-ներից, օրինակ Ժոդասենի հայտնի երգը ես շատ հավանում եմ ձեր կատարում հայերեն, ձեր նախընտրությամբ։ Իդեպ ասեմ, որ Ժոդասենի այդ երգը Վահագնն է ինձ համար թարգմանել։ Իսկապես։ Այո։ այդ նույն երգն եմ։ Հայերեն տարբերակը։ Ավելի շատ երկուսով եք արել։ Դե մեծամասնության Վահագ։ Այնպես որ ձեր նախընտրությամբ։ Բերեք, բայց թրջի։ Թրջի մտքով տուն ամեն դեպքում, որովհետև չես երկել երգը։ Բանը թե չլիները։ Չէ։ Ամեն դեպքում ավելի լավ է երկենք խոսքերը սպասվող դուետ է։ Ես էլ մինչև իմ անգից չեմ հիշում, ես իմ համերգների ժամանակ կոնկրետ այդ երգի բառերը տանում եմ ինձ, որովհետև շատ խառն է։ Մեր մինչ ձեր գալը խոսելով հենց այդ թեման ենք խոսում, որ մոռացկոտ մարդիկ ստեղծագործ մարդիկ են։ Ես չափից դուրս եմ մոռանում ամեն ինչ։ Դե որը կհիշեք, խնդրեմ։ Բայց լասին։ Թրջի մտքով դու ու իմ այլն է արևդու տեսնեի այնարու կարոտո ես անուն որ ամեն մի դարուն ջրերով վարարու կարկաչում էր սարերում տեսնեի այնարում կարոտո ես անուն որ ամեն մի գարուն ջրերով վարարում կարկաչում էր սարերում Գեցեք։ Եթե իմ եւ Դիանայի Եթե ասեմ, սա ներողություն, սա այն երգերից մեկն է, որ ամեն մեկը հենց իր տարբերակով իր երգելու ձևով է երգում։ Դրա համար հիմա մենք այս դուետը անելուց ոնց հասկացա շատ ենք տանջվելու։ Նաև այն Որ նման երգ ենք։ ցանկացած տարբերակով սիրելի է յուրաքանչյուր հայի կողմից, Ես կարծում ուզում եմ եմ։ ասել, որ իմ ու քո խիզախությունը եթե ներեր, մենք էլ կմիանայինք կատարմանը։ Մյուս անգամ։ Շնորհակալ ենք շատ, հարգելի սիրելի հյուրեր, եթե ունեք ավելացնելու որևէ բան, խնդրեմ, եթե ոչ, ստիպված, բայց ես կճանապարհենք արդեն։ Ավելացնելու թող մաղթանք կարող ենք ասել, որ միշտ տեսնենք մեր հեռուստադիտողներին ու հայ ազգին ժպտադեմ, սիրով, համախմբեցում ու սիրով շրջապատված։ Աստծո ամենակարող Աստծո աչքն էլ թող անպակաս լինի մեր ժողովրդի գլխից։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալություն։ Մենք էլ ենք շնորհակալ։ Դե ինչ, լսեք միայն բարձրակարգ երաժշտություն, թող որ երաժշտությունը ձեր հոգին, մարմինը տեղափոխի միայն դրական լիցքերի, դրական օրվա սկզբի համար Եվ իհարկե, այո, այդ բարձրակարգ որակյալ երգերի մեջ չմոռանանք սերը հայրենիքի նկատմամբ, հայրենասիրական երգերը թող շատ լինեն, որպեսզի մենք էլ այսպես հոգով, մարմնով, սրտով շատ ամուր ու տոկուն լինենք։ Վահագրաշ եւ Արմեն Դոլինյան մեր հյուրերն էին, սիրելի հեռուստադիտողներ, մենք էլ բարև երկիրն ենք, մնացեք մեզ հետ։ Բարև երկիրը շարունակվում է, սիրելի հեռուստադիտողներ, այո, որքան էլ խոսենք առողջությունից, միևնույնն է, առողջ լինենք, թե ոչ այնքան առողջ, միշտ հատկապես կանայք, երբ կանգնում են հայելու առաջ, Արմինե ասա, որ այդպես է, եւ գոհ են լինում իրենց արտաքին տեսքից, ինքնազգացողությունն է լավանում, թե ֆիզիկական, թե հոգեկան։ Հիմա խոսելու ենք հենց այն գեղեցկությունից, որը պարուրում է կանանց էթիկա եւ էսթետիկա էջն է։ Եվ այս էջում մենք առանձնացրել ենք այս տարվա համար նորաձև համարվող, հատկապես ձմռան եւ գարնան համար նորաձև համարվող գլխարկներն ու գլխակապերը, որոնք կամբողջացնեն ձեր կերպարը եւ չեն թողնի, որ դուք մրսեք։ Դիտենք եւ վերադառնանք։
Հատկապես այս տարվա ցուրտ եղանակը եւս մեկ անգամ եկել է հիշեցնելու, որ հագուստի կարևոր բաղադրիչներից են գլխարկները եւ գլխակապերը։ Իսկ եթե դուք բացի տաք լինելուց ցանկանում եք նաև լինել նորավոճ եւ անել գեղեցիկ համադրություններ, ապա եկեք դիտարկենք 2026-ի ձմռան եւ գարնան համար առաջարկվող տարբերակները։ Քանի դեռ ձյունաշատ է եւ կրում ենք մուշտակներ, ամենահարմար տարբերակը մորթիա գլխարկներն են, որոնք մեզ վերադարձնում են կարծես 90-ականներ։ Բայց հիմա շեշտը հարկավոր է դնել արհեստական մորթու վրա, նախընտրելով հնարավորինս բնական գույներ։ Հաջորդի 2026-ի տրենդ են համարվում այսպես կոչված չեպչիկները։ Դրանք համադրելի են թե դասական վերարկուների եւ թե դուտիների հետ։ Կարող եք վերցնել ինչպես փափուկ գործվածքային տարբերակները, այնպես էլ կոշտ կտորներից։ Այս շարքը շարունակում են կապրները։ Այս դեպքում կարելի է հնարավորինս վառ գույներ ընտրել, նույն գույն ձեռնոցներ եւ համադրել մուգ գույն վերարկուների հետ։ Հաջորդիվ գլխաշորերն են, բայց ոչ մեզ հայտնի դասական տարբերակներով։ Նորաձև են առաջինը հաստ բրդից կամ քաշմիրից պատրաստված գործված մոդելները, իսկ երկրորդիվ ներսից տաք շերտով, դրսից կաշվե մոդելները, որոնք ունեն ավելի պաշտոնական տեսք։ Սրանք եւս համադրելի են տարբեր ոճի վերարկուների հետ։ Իսկ եթե դուք շատ եք մրսում կամ կարիք ունեք դեմքը եւս տաք պահելու, ապա օգտվեք 2026-ի մյուս տրենդից՝ բալակլավաներից, երբ դեմքն ու գլուխն ամբողջությամբ փակ է։ Սրանք անգամ կարող եք մուշտակների հետ համադրել։ Այս տարի նորաձև են նաև փիլբոքս կոչվող գլխարկները, որոնք ավելի շատ ոճի եւ ոչ թե տաքության համար են։ Դե իսկ արդեն դասական համարվող բերետներն ու սպորտային տաք գլխարկները մշտապես էլ համարվում են արդիական։ Դե ինչ եւս մի կիրակի մեր եթերը ավարտվեց եւ ձեզ մաղթում ենք, որ ձեր օրը շարունակվի հագեցած, տրամադրությամբ լի, լավ տրամադրությամբ լի եւ ուզում ենք արդեն հիշեցնել մեր հովանավորների մասին։ Խնդրեմ Զիանա։ Նրանք են Տուն Դեպո խանութ սրահը, Dream Park հանգստյան գոտին եւ Աջափնյակ բժշկական կենտրոնը, որոնց մասին մենք երբեք չենք զլանում պատմել։ Տուն Դեպո խանութ սրահում իհարկե կարող եք գտնել կահույքի շատ լայն եւ գունեղ տեսականի, Dream Park-ում կարող եք գնալ, հանգստանալ, թողնել քաղաքի եռուզեռը եւ մի լավ ձեր մարմնին ու հոգուն հանգստություն նվիրել։ Աջափնյակ բժշկական կենտրոնում ձեզ յուրահատուկ մոտեցում ցույց կտան, ինչպես նաև կվերանեն ձեր բոլոր խնդիրները եւ կփորձեն լուծումներ գտնել։ Եվ չմոռանամ հիշեցնել այն բոլոր հասցեները, որտեղով կարող եք հետևել մեր թողարկումներին, եթե բաց եք թողել կամ գուցե ուզում եք մեզ նորից տեսնել։ Դրանք են Երկիր մեդիայի YouTube-յան ու Telegram-յան ալիքները, ինչպես նաև Երկիր մեդիայի ու Բարև Երկրի Facebook-յան էջերը։ Դե ինչ, առողջ եղեք, ինչպես Զիաննան է սովորաբար ասում, լավ եղեք եւ միացեք մեզ մյուս շաբաթ։ Բայց ես մոռացա զգուշացնել, Արմին, որ մյուս շաբաթ հեռուստադիտողներ հանկարծ բաց չթողնեք Բարև Երկիրը, որովհետեւ լինելու ենք բոլորովին այլ միջավայրում մի շատ գեղեցիկ բնության գրկում, բայց այս պահին չեմ ասի որտեղ, որպեսզի անակնկալ լինի, բայց շատ հետաքրքիր է լինելու։